Սուտ խոսեցիք, զոր չեն ունեցել Ղարաբաղում 23 թվականին, 10 հոգի մարդը, եթե բենզինի տրակելուց է, դա ուրիշ բան է, զոր չեն ունեցել, այդ սկզբի մի կռիվն ա եղել, որ մի քանի հոգի մարդ ա զոհվել։ Մեկ օրում 265 զոհ տված արցախցուն մեղադրում են չկռվելու համար։ 44 օրյա պատերազմի ժամանակ մեծ մասը չի կռվել, մի մասը ինադու սաբոտաժ արել, մի մասը ինադու տվյալներ ա տվել, սա բոլորը գիտեն, ընթացքում էլ կտեսնեք դատական պրոցեսներից։ Շփոթվելն ու ներողություն խնդրելը ցավոք որդեկորույս մոր, եղբորը կորցրած քրոջ, ամուսնուն կորցրած կնոջ աչքերը չեն չորացնում։ Գրզո ես, ալեն ես, թե ինչ երևույթ ես, ես թքած ունեմ ձեր բոլորի վրա։ Այ եթե դուք մի հատ սուր նշանակեիք, գուցե եւ կիմանայիք Արցախում մի օրվա մեջ ինչքան զոհ է եղել։ Եթե մի փոքր հետամուտ լինեիք, այ փալասներ, փողոցայիններ, ուրիշ խոսք չկա, դուք պարոն չեք, դուք փողոցային եք բոլորդ։ Այ եթե դուք մի փոքր էլ հետամուտ լինեիք, հաստատ ձեր մեդիաներով, հաստատ ՀՀ-ի հանրապետության հեռուստաընկերություններով, հաստատ կիմանայիք այդ տղաները ինչեր են արել մեկ օրվա մեջ։ Արցախցի, հայաստանցի, գորիսեցի, մեր երկիր, ձեր երկիր, մնայիք կռվեիք ու այսպես շարունակ հային կտոր բաժանելու, ատելություն սերմանելու քաղաքականությունը շարունակվում է։ Իշխանական մեդիաներից մինչև պատգամավորներ արդեն մի քանի օր է մեդիադաշտը ողողված է արցախցիների նկատմամբ ատելություն տարածող ու պառակտող խոսքերով։ Գլխավոր դատախազություն դիմում է ներկայացված ատելության խոսք տարածելու համար։ Բայց դրա մասին խոսում է ազգային ժողովի պատգամավոր, որը իրականությունը շատ ավելի լավ է դիապետում, քան բազմահազար քաղաքացիներ, նաև ի պաշտոնե տեղյակ լինելով, թե 2023 թվականի սեպտեմբերին ինչ է տեղել Արցախում։ Սա խոսում է այն մասին, որ այս ամեն ինչը իշխանության կողմից միտումնավոր է։ Արցախի տեղեկատվական շտաբն է հայտարարություն տարածել, որտեղ դատապարտում են քաղաքացիական պայմանագրի падգամավորների նմանօրինակ հայտարարությունները։ Արցախի հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը ևս անդրադարձել է արցախցիների հանդեպ տարածվող ատելությանը։ Մենք տեղեկատվական շտաբով հայտարարություն ենք տարածել այսօր, որով խիստ դատապարտել ենք նման հայտարարությունները եւ ազգային ժողովի նախագահի կողմից եւ Խաչատուր Սուքիասյանի կողմից։ Ես այսօր նաեւ ընդունել եմ զոհված զինծառայողների կողմից լիազորված ծնողին, որը ներկայացրել է մեզ այդ դժգոհությունները եւ նաեւ մեկ ժամ առաջ հրապարակվել է իրենց կողմից բաց նամակը ուղղված Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանին։ Ես հուսով եմ, որ Կամո Վարդանյանը սպառիչ պատասխան կտա։ Միաժամանակ իշխանական падգամավոր Անդրանիկ Քոչարյանը հակասում է Սուքիասյանի հայտարարությանը։ Արցախցիները կռվել են, ասում է Քոչարյանը։ Եթե չկռվեին եւ ընդհանրապես մեր ժողովուրդը, մեր պաշտպանական ամբողջ համակարգը, եթե իր արժեք դրված խնդրի լուծման, այսինքն պաշտպանական խնդիրների լուծման առումով կռված չլիներ, խաղաղություն կլիներ։ Իշխանության կողմից կազմակերպված արշավ է արցախցիների դեմ նման կարծիք ունեն մասնագետները։ Ասում են, իշխանության այս քաղաքականությունն է հիմք հանդիսանում, որ սովորական քաղաքացին հայտնվելով նույն անձանց մեդիաների տեսախցիկներում արցախցիներին սպառնացող կոչեր է անում։ Շարունակում են հանրության որոշ հատվածի մոտ տարածել այդ խոսքը։ Իհարկե մյուս կողմից, այն որ իրավահամակարգը նաև այս իշխանությունների կցորդ է հանդիսանում, հանկարծ չեմ մտածել, որ որևէ իրական ազդեցություն կլինի։ Արցախցիներին վնասելու կոչեր էլ տարածել էին նախորդ օրը իշխանական լրատվականներում։ Հանրային լայն արձագանքից հետո թեև աղմկահարույց տեսանյութը հեռացրել էին, սակայն պնդել էին ոչ թե ատելության խոսք են տարածում, այլ ժողովրդի կարծիք։ Սեդամ Ակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։